Այսօր մենք պատրաստ ենք մի հաղորդում, որը կխոսի աշխարհի ամենաառեղծվածային եւ ամենաքննարկվող պատմություններից մեկի մասին։ Թերևս դուք արդեն լսել եք այս պատմությունը, գուցե տեսել եք տարբեր տեսանյութեր, բայց այսօր մենք այն կներկայացնենք ամբողջությամբ, սկզբից մինչև վերջ։ Եվ վերջում կասենք, թե ինչ է իրականում կատարվել։ Խոսքը վերաբերվում է Փենեյմ 914 չվերթին, որը ըստ լեգենդի անհետացել է 1955 թվականին և նորից հայտնվել 37 տարի անց, 1992 թվականին։ Պատմությունը հնչում է անհավանական, գրեթե ֆանտաստիկ, բայց հենց դա է պատճառը, որ այն տասնամյակներ շարունակ հետաքրքրում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Մենք այս հաղորդումը բաժանել ենք մի քանի մասերի, որպեսզի մանրամասն ու հանգամանորեն ներկայացնենք ամեն ինչ որ կա իրականում, այլ ոչ թե ինչ որ ճառագացնենք կամ ինչ որ ճոխ պատմություններ պատմենք, ինչպես հաճախ անում են որոշ բլոգերներ։ Մենք ուղղակի կներկայացնենք այնինչ մենք բացահայտեցինք փաստերով եւ տեղեկություններով, ինչ որ մենք գիտենք։ Այսպիսով սկսենք սկզբից։ 1955 թվականի հուլիսի 2-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքներից մեկում, Նյու Յորքում, գտնվող օդանավակայանից օդ է բարձրանում մի ինքնաթիռ։ Այն պատկանում էր ամերիկյան խոշոր ավիաընկերություններից մեկին։ Կարճ այսպես ասած անվանումը Փենեյմին։ Այս ավիաընկերությունը այդ տարիների աշխարհի ամենահայտնի ավիափոխադրողներից մեկն էր։ Ինքնաթիռի տեսակն էր Douglas DC-4։ Սա քարաշարժիչ մեծ ուղևորատար ինքնաթիռ էր, որը արտադրվում էր ամերիկյան Douglas Aircraft Company ընկերության կողմից։ Այս ինքնաթիռները լայնորեն օգտագործվում էին ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական ավիացիայում 1940 թվականներից մինչև 1960 թվականները։ Չվերթին տրվել էր 914 համարը, եւ այն պետք է կատարեր սովորական առօրյա չվերթ Նյու Յորքից դեպի Մայամի, Ֆլորիդայի նահանգում։ Այս երթուղին այսօր շատ տարածված է։ Թռիչքը տևում է ընդամենը 3 ժամից մի փոքր ավելի։ Ինքնաթիռում եղել է 57 ուղևոր եւ 5 անձնակազմի անդամ։ Օդաչուներ, բորտ ուղեկցություններ, ինժեներներ, ընդհանուր 61 մարդ։ Թռիչքը սկսվում է բնականon։ Օդանավակայանի դիսպեչերները, այսինքն հսկիչները, որոնք հետևում են ինքնաթիռի շարժմանը, սովորական կապի մեջ են օդաչուների հետ։ Օդաչուն զեկուցում է, որ ամեն ինչ կարգին է։ Եղանակը բարենպաստ է, ուղևորները հանգիստ են, ոչ մի արտակարգ իրավիճակ, ոչ մի խնդիր, ոչ մի անսովոր բան։ Ինքնաթիռը հասնում է իր նախատեսված բարձրությանը եւ շարունակում է թռիչքը։ Հանկարծ, առանց որևէ նախազգուշած բան, առանց աղետի ազդանշանի, առանց որևէ բացատրության, կապը խզվում է։ Դիսպեչերները փորձում են կրկին կապ հաստատել, բայց ինքնաթիռը չի պատասխանում։ Ինքնաթիռը ուղղակի անհետանում է ռադարներից։ Երբ դիսպեչերները հասկանում են, որ ինքնաթիռը այլևս կապի մեջ չէ եւ ռադարների վրա չի երևում, նրանք անմիջապես ահանձանգում են եւ սկսում է խոշորագույն որոնողական փրկարարական գործողություն։ Այդ ժամանակ Ամերիկայի առափնյա պահպանության ծառայությունը, որի անունն էր Coast Guard, ռազմաօդային ուժերի հետ միասին ուղարկում են օդանավեր, ինքնաթիռներ, նավեր, ինքնաթիռը գտնելու համար։ Որոնում են այն տարածքում, որտեղ վերջին անգամ ռադարների վրա արձանագրվել է չվերթ 914-ը։ Բայց արդյունքը 0 է։ Օվկիանոսի մակերևույթին չեն գտնում ոչ մի բեկոր, ոչ մի մասնիկ, ոչ մի հետք, որ ինքնաթիռը ընկել է ջուրը։ Ջրի վրա չեն երևում նավթի բծեր, որոնք անպայման կհայտնվեին, եթե ինքնաթիռը պայթեր կամ ընկներ։ Ուղևորների իրերից, փրկարարական բաշխոներից, ուղեբեռից ոչ մի հետք չկա։
Օդում ոչ մի աղետի ազդանշան, ոչ մի օգնության կանչ, ոչ մի ռադիո ազդանշան։ Ինքնաթիռը կարծես գոլորշիացել է, անետացել է օդում առանց որևէ բացատրության։ Որոնումները շարունակվում են մի քանի օր։ Հետո շաբաթներ, ամերիկյան իշխանությունները, ավիաընկերությունը, Pan Am-ը, զոհվածների ընտանիքները սպասում են որևէ լուրի, բայց պատասխան չկա։ Ի վերջո, որոնումները դադարեցվում են։ Ինքնաթիռը պաշտոնապես հայտարարվում է անհետացած։ Ավիաընկերությունը փոխհատուցում է վճարում ուղևորների եւ անձնակազմի ընտանիքներին, եւ գործը փակվում է։ Բոլորը ենթադրում են, որ ինքնաթիռը օվկիանոսում վթարի է ենթարկվել եւ ամբողջությամբ խորտակվել է։ Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչ է իրականում կատարվել։ Այսպես անցնում են տարիներ։ Անցնում է 37 տարի։ Աշխարհը փոխվել է։ 1955 թվականի դարաշրջանը հեռու է մնացել։ Այժմ 1992 թվականն է։ 1992 թվականի մայիսի 21-ին հարավ-ամերիկյան պետություններից մեկում Վենեսուելայում մայրաքաղաք Կարկասի Սիմոն Բոլիվար միջազգային օդանավակայանի դիսպեչերները ռադարների վրա նկատում են մի ինքնաթիռ, որը մոտենում է օդանավակայանին։ Այն հայտնվում է հանկարծակի եւ կարծես ոչնչից առաջանալով։ Ռադարների վրա այն նախապես չի երևացել, ասես դուրս է եկել անհայտությունից, այսպես ասած։ Դիսպեչերներից մեկը Խուան դե լա Կորտեն փորձում է կապ հաստատել այդ ինքնաթիռի հետ եւ հարցնում է, թե որ չվերթն է, որտեղից է թռչում, ինչու նախապես չի զեկուցել իր մոտենալու մասին։ Եվ ահա ռադարների միջոցով օդաչուն պատասխանում է մի բան, որը ցնցում է բոլորին։ Մենք Pan Am 914 չվերթն ենք։ Մենք թռչում ենք Նյու Յորքից Մայամի։ Այսօր հուլիսի 2-ն է 1955 թվականը, խնդրում ենք ազդանշան տվեք վայրեջքի համար։ Դիսպեչերները չեն հավատում իրենց ակաժներին։ Նրանք օդաչուին ասում են, որ այսօր 1992 թվականի մայիսի 21-ն է, եւ որ ինքնաթիռը գտնվում է Վենեսուելայի օդանավակայանում, ոչ թե Ամերիկայում։ Նրանք ասում են, որ սա հնարավոր չէ, որ ինքնաթիռը չի կարող 37 տարի թռչել։ Օդաչուն իբր թե շփոթված է, նա ասում է, որ իրենք ընդամենը մի քանի ժամ է, որ թռչում են, ոչ մի 37 տարվա մասին չգիտե։ Այդ պահին օդանավակայանի աշխատակիցները, որոնք դուրս են եկել թռիչքողի մոտ, տեսնում են, որ ինքնաթիռը վայրեջք է կատարում։ Նրանք պատմում են, որ պատուհաններից երևում էին մարդիկ, ուղևորները, որոնց դեմքերին սարսափ եւ անհասկանալիություն էր։ Նրանք նայում են շուրջը, կարծես չէին հասկանում, թե որտեղ են հայտնվել։ Ինքնաթիռը կարճ ժամանակով կանգ է առնում, այնուհետև առանց թույլտվության, առանց որևէ բացատրության, այն նորից օդ է բարձրանում եւ անհետանում ռադարներից։ Այդ պահից սկսած այն այլևս երբեք չի տեսնվել։ Դա այն պատմությունն է, որը տասնամյակներ շարունակ պատմվում է ինտերնետում, YouTube-ում, սոցիալական ցանցերում։ Այս պատմությունը միլիոնավոր մարդիկ են դիտել, կարդացել, քննարկել, այն դարձել է ուղղակի լեգենդ։ Եվ մենք հիմա կպարզենք այդ լեգենդը որտեղից է ծագել։ Արդյոք այն լեգենդ է, թե իրականություն։ Դուք արդեն լսեցիք առաջին մասում Pan Am 914-ի լեգենդը, ինչպես ինքնաթիռը անետացավ 1955-ին եւ հայտնվեց 37 տարի անց 1992-ին Վենեսուելայում։ Այն հնչում է որպես ֆանտաստիկ պատմություն, բայց հարց է առաջանում, ի՞նչն է այս պատմության իրական հիմքում։ Որտեղից է այն առաջացել։ Ո՞վ է այն առաջին անգամ պատմել։ Այսօրվա այս հաղորդման մեջ մենք պատասխանելու ենք այդ բոլոր հարցերին։ Մենք գտնելու ենք առաջին աղբյուրը, որտեղ է այս պատմությունը հրապարակվել, եւ կտեսնենք, թե այդ աղբյուրն ինչ բնույթ ունի։ Սա շատ կարևոր է, քանի որ եթե իմանանք, թե որտեղից է սկիզբ առել լեգենդը, ավելի հեշտ կլինի հասկանալ այն ճշմարիտ է թե հորինված։ Ինչպես գիտեք, մեր ալիքում մենք չենք ցուցադրում այնպիսի հաղորդում, որտեղ մենք հորինածը ապացուցում ենք, որ հա այդպես է։ Մենք ասում ենք այնինչ, ասում են փաստերը։ Եթե դրանք փաստերից դուրս են, թողնում ենք ձեր քննարկմանը։
Եթե մենք ուսումնասիրենք, թե որն է Փենեյմ 914-ի մասին առաջին հրապարակումը, ապա կտեսնենք, որ այն հայտնվել է 1985 թվականի մայիսին։ Այն տպագրվել է ամերիկյան մի թերթում, որը կոչվում է Wilkie Urt News։ Ինչ է այս թերթը։ Եկեք բացահայտենք։ Wilkie Urt News-ը տարբոլիտ է։ Տարբոլիտ նշանակում է փոքր ֆորմատի թերթ, որը սովորաբար տպագրվում է սենսացիոն, աղմկահարույց, հաճախ ոչ լուրջ նորություններ։ Այն չի նմանվում օրինակ New York Times-ին կամ օրինակի համար Washington Post-ին, որոնք լուրջ հեղինակավոր լրատվական աղբյուրներ են։ Wilkie Urt News-ը տպագրվում է 1979-ից մինչև 2007 թվականներին։ Այնուհետև այն փակվեց, բայց 2009 թվականից սկսած կրկին վերսկսեց որպես առցանց հրատարակչություն։ Այս թերթը հայտնի էր իր հորինված երևակայական ֆանտաստիկ պատմություններով։ Այնտեղ տպագրվում էին հոդվածներ, օրինակ այլ մոլորակայինները գողացել են ամերիկացի ֆերմերի ամբողջ բերքը, մի կին 5 օր ապրել է առանց սրտի, մարդ չղջիկ տեսել են Նյու Յորքի վրա, ժամանակի ճամփորդը գալիս է ապագայից զգուշացնելու։ Սա այն թերթն է, որը գիտակցաբար ստեղծում էր ուշագրավ, զվարճալի, բայց իրականության հետ կապ չունեցող պատմություններ։ Այն ավելի շատ նման էր ֆանտաստիկ ամսագրի, քան լրատվականի։ Հենց այս թերթում է 1985 թվականին առաջին անգամ տպագրվում Փենեյմ 914-ի այս պատմությունը, որը արդեն երկար տարիներ դուք լսում եք բլոգերներից, ինչ-որ էլի նմանակի թերթերից և բրոշուրներից։ Այս թերթը, Wilkie Urt News-ը 1985-ից հետո այս պատմությունը վերահրատարակել է ևս երկու անգամ, 1993 թվականին, 1999 թվականին, և ամենահետաքրքիրն այն է, որ 1993 և 1999 թվականների հրատարակություններում նույն ականատես Խուան դե լա Կորտենի անունով հրապարակվել է երկու տարբեր լուսանկար։ Այսինքն 1993 թվականի համար օգտագործել են մի այլ մարդու լուսանկար, որը ներկայացրել են որպես Խուան դե լա Կորտե, իսկ 1999-ի համար ուրիշ մարդու։ Սա ցույց է տալիս, որ թերթի խմբագրիչները չեն փորձել պահպանել պատմության արժանահավատությունը գոնե։ Նրանք պարզապես վերցրել են ցանկացած լուսանկար և ասել, թե սա է այդ մարդը։ Սա շատ կարևոր փաստ է, քանի որ եթե պատմությունը ճշմարիտ լիներ, ապա այդ նույն մարդուն Խուան դե լա Կորտեին ականատեսները ճանաչում էին նրա նկարները, չէին փոխվի։ Բայց այստեղ երկու տարբեր մարդիկ են ներկայացված նույն անունով։ Այս մանրոքն ինքնին արդեն կասկածի տակ է դնում ամբողջ պատմության ճշմարտությունը։ Եվ մենք գնացինք այդ հետքերով, որպեսզի պարզենք, թե արդյոք այս ամենը իսկապես սուտ է հրապարակվել։ Եկեք տեսենք, ինչ ենք պարզել մենք։ Այժմ եկեք նայենք ամենակարևորին։ Եթե ինքնաթիռը իսկապես անհետացել է, ապա դա պետք է արձանագրված լիներ պաշտոնական փաստաթղթերում։ Մենք ստուգել ենք մի քանի խոշոր ամերիկյան պաշտոնական կառույցների արխիվները, օրինակ ամերիկյան դաշնային ավիացիան վարչության Ամերիկայի գլխավոր ավիացիոն իշխանությունն է, որը գրանցում է բոլոր չվերթները, թռիչքները, դուք տեսնում եք էկրանին այդ անունը, ավիացիոն իրադարձությունները, անգլերեն հապաղումը FA արխիվներում, որը Փենեյմ 914-ի մասին ոչ մի գրառում չկար, և նաև ստուգել ենք ազգային տրանսպորտային անվտանգության խորհրդի, սա կազմակերպություն է, որը հետաքննում է ավիավթարներն ու տրանսպորտային պատահարները, Ամերիկայի այս կազմակերպության արխիվներում 1934-ից մինչև 1965 թվականների ավիավթարների գրանցամատյանում Փենեյմ 914-ը չի հիշատակվում։ Ամերիկյան տրանսպորտի դեպարտամենտը սա ավելի բարձր մակարդակի կառույց է, որը համակարգում է ամբողջ տրանսպորտային համակարգը։ Այստեղ նույնպես ոչ մի տեղեկություն չկա այս չվերթի մասին։ Կոնգրեսի գրադարանը և ազգային արխիվները, սրանք Ամերիկայի կարևորագույն փաստաթղթային պահոցներն են, որտեղ պահվում են պատմական բոլոր փաստաթղթերը։
այնտեղ նույնպես Pennheim 914-ի հետքը չկա անգամ։ Լավ, ընդունենք, թե պետությունը ցանկացել է պահպանել այս պատմությունը, չիմանան մարդիկ, բայց գոնե կասեն, որ նման ինքնաթիռ եղել է եւ կործանվել է։ Չեք կարծում, որ սա ինչ-որ չափից դուրս առավել է։ Եկեք խորը մտածենք։ Այսպիսով ինչ գիտենք մենք հիմա այս ամենից։ Pennheim 914-ի պատմությունը առաջին անգամ հրապարակվել է 1985 թվականին Weekly World News այդ թերթում, որի մասին ես արդեն ասացի։ Երկրորդ Weekly World News-ը տաբլոիդ է, որը մասնագիտացված է հորինված ֆանտաստիկ սենսացիոն պատմությունների մեջ։ Երրորդ պատմությունը վերահրատարակվել է 1993 եւ 1999 թվականներին։ Նույն անունով, բայց տարբեր լուսանկարներով։ Չորրորդ ոչ մի պաշտոնական ամերիկյան կառույցում, որը դուք տեսնում եք ձեր էկրանին, այդ չվերթի մասին ոչ մի գրառում չկա։ Սա արդեն հատուկ ցույց է տալիս, որ Pennheim 914-ը իրական իրադարձություն չէ, այլ հորինված պատմություն, որը ստեղծվել է զվարճանքի համար ուղղակի։ Մենք հիմա շարունակելու ենք հաջորդ մասում, որտեղ ավելի մանրամասն կանդրադառնանք այն փաստերին, որոնք հերքում են այս լեգենդը։ Նախորդ երկու մասերում մենք պատմեցինք Pennheim 914-ի առեղծվածային լեգենդը, ապա բացահայտեցինք, որ այն առաջին անգամ տպագրվել է Weekly World News կոչվող ոչ լուրջ ֆանտաստիկ պատմություններ տպագրող թերթում։ Բայց այդ պաշտոնական ամերիկյան կառույցների արխիվներում այս չվերթի մասին ոչ մի հիշատակում չկա, արդեն դրա մասին ես ասացի ձեզ։ Բայց հիմա մենք ավելի խորն ենք գնալու։ Մենք ներկայացնելու ենք կոնկրետ փաստեր, որոնք մեկընդմիշտ հերքում են այս պատմության ճշմարտությունը։ Մենք ցույց կտանք, ինչպիսի ինքնաթիռի լուսանկար է օգտագործել պատմությունը պատկերազարդելու համար, ինչու նույն ականատեսի անվան տակ տարբեր մարդիկ են ներկայացվել, որտեղից են վերցված այս տեսանյութերը, որոնք իբր ցույց են տալիս Pennheim 914-ը, ինչ են ասում փաստացից դոգմամբ զբաղվող հեղինակավոր կազմակերպությունները։ Այսպիսով սկսենք ապացույցներից։ Երբ Weekly World News-ը 1985 թվականին առաջին անգամ տպագրեց Pennheim 914-ի պատմությունը, հոդվածի հետ տպագրվեց նաև ինքնաթիռի լուսանկար։ Այս լուսանկարը, ինչպես պարզվում է, իրականում Pennheim 914-ը չէ։ Փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպությունները, օրինակ Snopes-ը, AMP-ն, պարզել են, որ այդ լուսանկարներում իրականում TWA ավիաընկերության պատկանող Douglas DC-4 ինքնաթիռի լուսանկարն է, որը արվել է մոտավորապես 1935 թվականին։ TWA-ն Pennheim-ի մրցակից ավիաընկերություն էր։ Այսինքն հոդվածի հեղինակները չեն ունեցել ոչ մի իրական լուսանկար, որը ցույց կտար Pennheim 914-ը։ Ուստի նրանք վերցրել են մի ուրիշ ավիաընկերության, մի ուրիշ ինքնաթիռի, մի ուրիշ տարվա նկար եւ օգտագործել են այն որպես Pennheim 914-ի պատկեր։ Սա արդեն շատ լուրջ կեղծիք է։ Եթե նույնիսկ պատմությունը ճշմարիտ լիներ, հեղինակները պետք է ունենային իրական ինքնաթիռի նկար, իսկ նրանք չեն ունեցել։ Ես արդեն նշեցի, որ Weekly World News-ը պատմությունը վերահրատարակել է 1993 եւ 1999 թվականներին։ Այս վերահրատարակություններում օգտագործվել են ականատես Juan de la Corte-ի երկու տարբեր լուսանկար։ 1993 թվականի հրատարակության մեջ Juan de la Corte-ն պատկերված է մի կերպարով, իսկ 1999 թվականի հրատարակության մեջ բոլորովին այլ դեմքով եւ այլ արտաքինով մարդ։ Սա նշանակում է, որ թերթը չի էլ փորձել պահպանել պատմության ամենաարժանահավատությունը գոնե։ Նրանք պարզապես վերցրել են ցանկացած լուսանկար, տպագրել եւ ասել, թե սա Juan de Corte-ն է։ Հարց է առաջանում. եթե Juan de la Corte-ն իսկապես գոյություն ունեցող իրական մարդ լիներ, ապա նա կունենար միայն մեկ դեմք, իսկ այստեղ երկու տարբեր դեմքեր են, նույն անվան տակ։ Սա թեևս մեկ անգամ ապացուցում է, որ ամբողջ պատմությունը հորինված է եւ նույնիսկ այդ ականատես կոչվածը իրական չէ։ Եվ այսպես, սոցիալական ցանցերում, հատկապես TikTok եւ YouTube-ում
Payne 914-ի մասին տեսանյութերում հաճախ ցույց են տալիս մի ինքնաթիռ, որը կանգնած է անտառում կամ դաշտում։ Այս տեսանյութերը միլիոնավոր դիտումներ են հավաքում, եւ մարդիկ կարծում են, թե դա հենց Payne 914-ն է։ Բայց այսօր կարող են նաև արհեստական բանականության միջոցով պատրաստել նման նկարներ եւ հրապարակել եւ ցույց տալ ձեզ։ Իսկ առաջ նախքան այս արհեստական բանականության, երբ որ չկային սրանք, պատրաստում էին մարդիկ Photoshop-ով եւ տեղադրում էին նմանատիպ լուսանկարներ, կամ վերցնում էին մի այլ տեղից լուսանկար եւ հրապարակում էին ու ասում էին, որ սա հենց այդ ինքնաթիռն է։ Այն մարդիկ էլ ովքեր չգիտեն, տեսնում էին, հավատում էին, բլոգերները ճոխացրած էին ներկայացնում պատմությունը։ Իսկ մենք փորձում ենք բացահայտել բոլոր այդ կեղծիքները, ցույց տալ կեղծիքը եւ իրականությունը եւ մնացած մտածելը թողնել ձեզ։ Հավատալ կեղծիքին թե իրականությանը։ Եվ ինչպես արդեն նշեցի, նման տեսանյութերը, որոնք միլիոնավոր դիտումներ են հավաքում, բայց փաստերը այլ բան են ասում։ Այդ տեսանյութերում օգտագործված ինքնաթիռը Payne 914-ը չէ։ Այն իրականում Boeing 727-200 տիպի ինքնաթիռ է, որը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Օրեգոն նահանգի անտառում։ Կա իրականում այդ ինքնաթիռը, բայց ուրիշ ինքնաթիռ է։ Այս ինքնաթիռը թանգարան կամ ցուցանմուշ չէ։ Այն գնել է մի ինժեներ, անունը Բրյուս Քեմբլ։ Եվ այն վերածել է բնակելի տան։ Այո, դուք ճիշտ լսեցիք։ Դա ինքնաթիռը, որը վերածվել է տան, եւ այնտեղ մարդիկ ապրում են կամ ապրել են ժամանակին։ Այսինքն Payne 914-ի մասին տեսանյութերում ցուցադրվում է բոլորովին այլ ինքնաթիռ, որը կապ չունի անհետացած չվերթի հետ։ Սա եւս մեկ ապացույց է, որ պատմությունը զարդարված է կեղծ պատկերներով, որը հրամցնում են ժողովրդին։ Իսկ ժողովուրդը միամտորեն հավատում է այդ պատմությանը։ Աշխարհում կան մի քանի հեղինակավոր կազմակերպություններ, որոնք զբաղվում են տարբեր լուրերի, պատմությունների, ինտերնետում տարածված տեղեկությունների, փաստերի ստուգմամբ։ Նրանք ուսումնասիրում են, թե որն է ճշմարիտ, որն է կեղծ, եւ հրապարակում են իրենց եզրակացությունները։ Այս կազմակերպություններից ամենահայտնիներն են Snopes-ը, ամերիկյան ամենահեղինակավոր փաստերի ստուգման կայքը, AAP Fact Check, ֆրանսիական AAP լրատվական գործակալության փաստերի ստուգման բաժինը, որը գործում է ամբողջ աշխարհում, PISA Check, ամերիկյան փաստերի ստուգման կազմակերպությունը։ Այս բոլոր կազմակերպությունները բազմիցս ուսումնասիրել են Payne 914-ի պատմությունը, եւ նրանց բոլորի եզրակացությունը միանշանակ է։ Payne 914-ի պատմությունը լիովին հորինված է։ Այն երբեք տեղի չի ունեցել։ Դա ֆանտաստիկա է, որը ստեղծվել է զվարճանքի համար ուղղակի։ Այս կազմակերպությունները մատնանշում են այն բոլոր փաստերը, որոնք մենք արդեն նշել ենք։ Հորինված աղբյուր, կեղծ լուսանկարներ, չհամապատասխանող ականատեսի նկարներ, պաշտոնական փաստաթղթերում հետքի բացակայություն, ժամանակագրության անհամապատասխանություններ։ Ինչպես հավատաց մի պատմությանը, եթե միջազգային կազմակերպությունները հերքում են դա, ինչպես ասացի, տարբեր երկրներում են գտնվում տարբեր կազմակերպություններ են դրանք։ Այսինքն ավելի լավ է հավատալ սովորական ինչ-որ բլոգերի, որը պատմում է մեզ ստեր ինչ թե իրեն նայեն, թե հավատալ այն կազմակերպություններին, որոնք պաշտոնապես գործում են եւ հերքում են դա։ Նույնիսկ այդ ինքնաթիռի մասին ոչ մի անգամ չի տպագրվել ոչ մի տեղ, բացի այդ միակ թերթից։ Այսպեսով ամփոփենք։ Ինքնաթիռի լուսանկարը կեղծ է։ Օգտագործվել է TWA ավիաընկերության Douglas DC-4 ինքնաթիռի 1935 թվականի լուսանկար։ Երկրորդ, ականատեսի լուսանկարները նույնպես կեղծ են։ 1993 եւ 99 թվականների հրատարակություններում նույն անվան տակ տպագրվել են տարբեր երկու մարդկանց լուսանկարներ։ Երրորդ, տեսանյութերի ինքնաթիռը, որը դուք տեսնում եք բոլոր հաղորդումները, որը ձեզ ներկայացրել են, կապ չունի Payne 914-ի հետ։ Այն Boeing 727-200 ինքնաթիռն է, որը Օրեգոնում վերածվել է բնակելի տան։ Չորրորդ, հեղինակավոր փաստերի ստուգման կազմակերպությունները, որոնց անունները ես արդեն նշեցի, եւ մի շարք այլ կազմակերպություններ, որոնց էլ չնշեցի, բազմիցս հերքել են այս պատմությունը, որակելով այն որպես հորինված։ Շատ կազմակերպություններ նույնիսկ պետության հետ կապ չունեն, այդ կազմակերպությունները ուղղակի բացահայտումներ են անում։
եւ փաստել են, որ սա հորինված է։ Իսկ հաջորդ 4-րդ մասում ես կպատմեմ ձեզ, թե ինչպես այս հորինված պատմությունը նորից կենթանացավ ինտերնետում։ Ով էր դրա գլխավոր մեղավորը, այսպես ասած, եւ ինչու մարդիկ շարունակում են հավատալ դրան մինչեւ առ այսօր։ Չնայած այս բոլոր փաստերին։ Մենք արդեն գիտենք, որ Payne 914-ը հորինված պատմություն է։ Weekly World News ոչ լուրջ թերթի կողմից։ 1985 թվականին չկան պաշտոնական փաստաթղթեր, չկան իրական ականատեսներ, չկա ճշմարիտ լուսանկարներ։ Բայց եթե այս ամենը այդքան ակնհայտ է, ապա ինչու է այս պատմությունը շարունակում ապրել եւ տարածվել ինտերնետում տասնամյակներ շարունակ։ Այս մասում մենք պատասխանելու ենք հենց այդ հարցին։ Մենք խոսելու ենք այն մասին, թե ով եւ ինչպես է այս լեգենդը նորից կենթանացրել։ Ինչու են մարդիկ հավատում դրան եւ ինչ դեր է խաղացել YouTube-ը այս ամենի մեջ։ Այո, YouTube-ը այս ամենի մեջ։ Brightside-ը 2019 թվականին վիրուսային տեսանյութ հրապարակեց։ Չնայած Payne 914-ի պատմությունը ստեղծվել էր 1985 թվականին, այն երկար ժամանակ մնում էր համեմատաբար քիչ հայտնի։ Բայց ամեն ինչ փոխվեց 2019 թվականին։ 2019 թվականի հունիսին YouTube-ի չափազանց հայտնի ալիքներից մեկը Brightside-ը հրապարակեց մի տեսանյութ վերնագրով։ Ինքնաթիռը անհետացավ եւ վայրէջք կատարեց 37 տարի անց։ Այս տեսանյութը պատմում էր Payne 914-ի ամբողջական լեգենդը սկզբից մինչև վերջ։ Այն ներկայացված էր որպես առեղծվածային չբացահայտված պատմություն, որը մինչ օրս մնում է անհասկանալի։ Տեսանյութի ազդեցությունը հսկայական էր։ Այն հավաքել էր ավելի քան 19 միլիոն դիտում։ Ինչ է նշանակում 19 միլիոն դիտում։ Դա նշանակում է, որ աշխարհով 1 տասնյակ միլիոնավոր մարդիկ տեսել են այս պատմությունը, հավատացել են դրան, կիսվել են ընկերների հետ, քննարկել են այն։ Բայց ահա ամենակարևոր մանրամասնությունը Brightside-ը տեսանյութի նկարագրության մեջ կամ տեսանյութի վերջում նշել է, որ պատմությունը հորինված է, սակայն մարդկանց մեծամասնությունը տեսանյութը չի դիտում մինչև վերջ։ Նրանք տեսնում են առեղծվածային վերնագիրը, տեսնում են հետարքիր պատմությունը եւ բավական է։ Նրանք չեն հասնում այն հատվածին, որտեղ ասում է, որ սա հորինվածք է։ Ամբողջ աշխարհում, ոչ միայն մեր հայերի մեջ է, ամբողջ աշխարհում այդպես է։ Նույնիսկ կարող են տեսանյութը առանց դիտելու քննադատել այդ տեսանյութը, խոսել այդ տեսանյութի մասին, բայց մինչև վերջ չնայել, թե ինչի մասին է այդ տեսանյութը։ Միայն վերնագիրը նայում են եւ վերջ։ 19 միլիոն մարդկանց մեջ էլ կային նման մարդիկ։ Այսպես Brightside-ը դարձավ այս լեգենդի գլխավոր տարածողներից մեկը 21-րդ դարում։ Brightside-ից հետո պատմությունը սկսեց արագ տարածվել այլ հարթակներում։ TikTok-ում այս պատմության տեսանյութերը միլիոնավոր դիտումներ են հավաքում։ Այլ սոցիալական հարթակներում օգտատերերը պատմում են այն որպես սարսափելի իրական պատմություն, առանց որևէ փաստերի ստուգման։ YouTube-ում շատ այլ ալիքներ սկսեցին պատճենել Brightside-ի այս մոտեցումը ստեղծելով սեփական տեսանյութերը նույն թեմայով։ Facebook-ում եւ Instagram-ում մարդիկ կիսվում են այս պատմությամբ, հավերելով անհավատալի, բայց փաստ է, կամ այս բանը գիտությունը հայտնի չէ, նման մեկնաբանություններ։ Սոցիալական ցանցերի ալգորիթմները իրենց հերթին նպաստում են տարածմանը։ Երբ մարդը նայում է մի առեղծվածային պատմություն, ալգորիթմը նրան ցույց է տալիս ավելի շատ նմանատիպ բովանդակություն։ Այսպես առաջանում է մի արտասավոր շրջան, որտեղ մարդը շրջապատված է միայն այդ պատմությամբ եւ սկսում է հավատալ, որ դա իսկապես տեղի է ունեցել։ Երբ որ դուք դիտում եք նման հաղորդում, միշտ հիշեք, ձեզ ալգորիթմը առաջարկում է նմանատիպ այլ հաղորդումներ։ Ահա թե որտեղից է մարդկանց մեջ սերմանվում, երևի իրականում տեղի ունեցել, որ այսքան սրա մասին խոսում է։ Payne 914-ի պատմությունը այնքան հայտնի դարձավ, որ այն ազդեցություն ունեցավ նույնիսկ հոլիվուդյան
կինոարդյունաբերության վրա։ Netflix հարթակում 2019 թվականին սկսվեց հեռարձակվել Manifest հեռուստասերիալը։ Սերիալի սյուժեն հետևյալն էր. մի ինքնաթիռ թռչում է անհետանում է ռադարներից, եւ երբ վայրեջք է կատարում, պարզվում է, որ անցել է 5 տարի։ Չնայած ուղևորների համար ընդամենը մի քանի ժամ է անցել։ Արդյոք ձեզ ծանոթ չի թվում սա։ Pain Aim 914-ի պատմության գրեթե ճշգրիտ կրկնությունն է։ Միայն թե այստեղ անհետացումը 37 տարվա փոխարեն 5 տարի է։ Թեմատիկ նմանությունը ակնհայտ է։ Սա ցույց է տալիս, թե ինչպես մի հորինված պատմություն կարող է ազդել մշակույթի վրա նույնիսկ եւ դառնալ նոր ստեղծագործությունների հիմք։ Բայց հիմա անդրադառնանք սրան, ինչու են մարդիկ չնայած բոլոր հերքումներին շարունակում հավատալ Pain Aim 914-ին։ Կան մի քանի հոգեբանական պատճառներ։ Առաջինը, մարդիկ սիրում են առասվածներ։ Անհայտը բացատրություն չունեցողը միշտ գրավում է մարդու ուշադրությունը։ Pain Aim 914-ը առաջարկում է մի գեղեցիկ հետաքրքիր առասված, որը հեշտ է հիշել եւ պատմել։ Ինքնաթիռը անհետացել էր երկար տարիներ, հետո հայտնվեց եւ այլն։ Երկրորդ, ժամանակի հետ կապված առեղծված, ժամանակի ճամփորդության, ժամանակային պորտալների գաղափարը միշտ եղել է մարդկության երազանքը։ Pain Aim 914-ի պատմությունը կարծես հաստատում է, որ նման բան հնարավոր է, որ գոյություն ունի ժամանակի մեքենա, որ գոյություն ունի այս, գոյություն ունի այն, որը դեռևս գիտականորեն ապացուցված չէ։ Երրորդը, հաստատման կողմնակալություն։ Երբ մարդը արդեն լսել է մի պատմություն եւ հավատացել է դրան, նա հակված է փնտրելու միայն այդ տեղեկությունը, որը հաստատում է, որ իր համոզմունքը ճիշտ է եւ անտեսել այն ինչը հերքում է։ Չորրորդ, վստահելի աղբյուրների նկատմամբ անվստահությունը։ Որոշ մարդիկ ավելի շատ հավատում են սոցիալական ցանցերում ընկերների տարածած տեղեկությանը, քան պաշտոնական կառույցների հրապարակած փաստերին։ Չենք մեղադրում, որովհետև շատ դեպքերում հնարավոր է ինչ-որ պաշտոնական փաստեր են կարդացել եւ հետո ուրիշները ասել են, որ դա սխալ է եւ իրենք հակված են այդ մտքին։ Չենք մեղադրում։ Լինում է եւ նման բաներ, որ պաշտոնական անգամ բերած փաստարկները 100%-անոց չեն լինում։ Մենք չենք ասում, սա ճիշտ է, նա սխալ է, բայց մենք ասում ենք, որ 100% Pain Aim 914-ի պատմությունը հորինված է։ Մենք դա պարզել ենք։ Այնինչ մենք պարզում ենք, միայն դա ենք ասում։ Մեզանից մի երբեք չպահանջեք, որ մենք ասենք այնպիսի մի բան, որը մենք իրականում չգիտենք։ Ասում ենք այն, ինչը որ փաստերով, շաբաթներով, ամիսներով պարզել ենք։ Եվ այսպես ամբողջությամբ ամփոփենք մեր այս հաղորդումը։ Pain Aim 914-ի պատմությունը ամբողջովին հորինված է։ Դա մենք կարող ենք ձեզ 100% ասել։ Այն ստեղծվել է 1975 թվականին Weekly World News ոչ լուրջ թերթի կողմից։ Ոչ մի պաշտոնական փաստաթուղթ, ոչ մի իրական ականատես, ոչ մի ճշմարիտ լուսանկար կամ տեսանյութ չկա, որը հաստատում է այս իրադարձությունը։ Այն տարածվել է 2019 թվականին Brightside-ի տեսանյութի շնորհիվ, որը հավաքեց 19 միլիոն դիտում։ Այնուհետև այն տարածվեց TikTok-ում, YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ այլ սոցիալական ցանցերում։ Մարդիկ շարունակում են հավատալ, քանի որ սիրում են առեղծվածներ։ Եվ քանի որ սոցիալական ցանցերի ալգորիթմները նպաստում են նման բովանդակության տարածմանը։ Մեր նպատակը ոչ թե ձեզ զվարճացնելն է հորինված պատմություններով, այլ փաստերը ներկայացնել այնպես, ինչպես կան։ Pain Aim 914-ը հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է 40 տարվա ընթացքում մի փոքրիկ հորինվածք վերածել համաշխարհային լեգենդի, որը միլիոնավոր մարդիկ ընդունում են որպես իրականություն։ Հուսով ենք, որ մեր այս հաղորդումը օգնեց ձեզ տեսնել իրական պատկերը։ Շնորհակալություն մեզ հետ լինելու համար, բաժանորդը գրեք այս ալիքին, որպեսզի բաց թողնեք մեր հաջորդ հետազոտությունները։ Շնորհակալություն, ձեզ հետ էր Արթուր Պողոսյանը, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ հաճելի օր։